ասում են կա ուժ եւ միջազգային իրավունքը չի գործում, ճիշտ է ասում, բայց մյուս կողմից ուժ երբ որ կա, նաեւ պետք է առիթներ, այսինքն այս կամ այն գործողությունը անելու համար, պետությունները հիմնականում բերում են հիմնավորումներ եւ Ջեյհուն Բայրամովի խոսքը նման հիմնավորումների մասին է։ Ուրեմն իրենք ասում են, որ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, ասում են նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է միայն Հայաստանի սահմանադրության փոփոխության եւ թրիփ նախագծի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման դեպքում։ Այս մասին տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նոյեմբերին Գաբալա քաղաքում տեղի ունեցած սահմանազատման հարցերով ադրբեջանական եւ հայկական կողմերի հանդիպումը մինչ այդ հունվար-փետրվար ամիսներին նման հանդիպումներ տեղի են ունեցել առցանց ձևաչափով։ Նաեւ թույլտվություն է տվել Ղազախական հացահատիկը Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցելու համար, սակայն վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է կատարել մեր նախանշած պայմանները։ Այդ պայմանները դուք արդեն գիտեք, սահմանադրության փոփոխությունն է, Ալիևը տարբեր անգամներ հայտարարել է ադրբեջանցիների վերադարձի հարցի քննարկումն է, վերադարձի ապահովումն է, այսինքն խաղաղություն Այն որ իշխանությունները հանգստացնում են հանրության, ասում են վերջ խաղաղությունը հաստատված, այդպես չի եւ Ալիևը ապտակ հենց այդ ուղղությամբ էր, որ նախ կա ուժ եւ եթե անգամ խաղաղությունը ստորագրված լիներ, Ադրբեջանը հասկանար, որ իր ուժը հերիքելու է որոշ հարցեր լուծելու, ինքը այդ հարցերը լուծելու է։